Նմանատիպ դրվագները ձեզ համար թերևս անակնկալ չեն 2018-ից հետո դուք նաև ձեր ընտանիքը առնչվել է ոչ իրավաչափ գործողությունների եւ այդ մասին բարձրաձայնել է կոնկրետ այս դեպքի առնչությամբ ձեր դիտարկումը որն է եւ գնահատականը որպես նաև 44 օրյա պատերազմում զոհված հերոսի մայր որպես նաև կին հայկին Տիգրան Ուլուբաբյանի հետ կապված ինչ դիտարկումներ ունեք որպես զինծառայող։ Ոստիկանների արարքը գնահատում եմ ամենաթողություն, իսկ այդ ամենաթողությունը արդեն 22 թվականին Եռաբլուրում այդ դեպքերին ականատես եղանք, երբ որ ծնողներին բռնի ուժով, քաշելով անմարդկային կերպով տարան ոստիկանական բաժանմունք, իհարկե մեր պարագայում եւս գործը փակվեց, սկզբից պարզաբանելով, թե չեն կարողանում նույնականացնել կարմիր բերետավորներին, մենք նկարները բոլորը մեր սեփական ուժերով հանեցինք, բոլորը տվեցինք քննչական մարմնին, մի խոսքով գործը այդպես էլ գլուխ չեկավ, այսինքն գործը փակեցին, ոստիկանները արդարացվեցին, ոչ մեկ ոչ գործից ազատվեց եւ այդպես ու շարունակականը այդ արարքները ոստիկանների նույն Սամվել Վարդանյանի դեպքն ենք հիշում, հիմա Տիգրանինը, ինչպես փաստաբանը նշեց, նաեւ Չարենցավանում եղել նմանատիպ արարքներ, բազմաթիվ ակցիաների ժամանակ մենք ականատես ենք եղել, ինչպես են դաժանաբար ծեծի ենթարկում քաղաքացիներին, անգամ զոհվածի ծնողներին եւ հունիսի 12-ին մեր ծնողներից էլի Վիգեն Ազատյանին դաժանաբար ծեծել էին բերման ենթարկելու ժամանակ։ Այդ կարմիր գծերը ինչու են այսպես հատվում, ջնջվում, որովհետև տեսեք, բոլոր դեպքերով առաջնային թեման առաջնայինը այն է, որ բոլորը առնչվում են Արցախի հետ, Հայաստանի Հանրապետության հետ, բոլորը ներդրում ունեցող մարդիկ են, մեկը կամավորական, մեկը պատերազմների մասնակից, մեկը զոհված հերոսի ծնող, ինչու են այս կարմիր գծերը ջնջվում, ինչու չեն հաշվի առնվում։ Գիտեք, իշխանություն կոչվածը ոստիկանական համակարգերին, այսպես ասած, տվել է կանաչ լույս, վառել է կանաչ լույս, դաժանորեն վարվել այն անձանց նկատմամբ, ովքեր պաշտում են, սիրում են հայրենիքը, արցախցիներին, որոնք մի խոսքով այն մարդկանց, որոնք այս ամեն ինչի մեղավորը համարում են իշխանությանը։ Հիմնական պատճառը դա է, այսինքն չպետք է ինչ որ հակառակ բան խոսես իրենց հասցեին։